Հիմա մեր շահերը հիմնականում կարող ենք ասել, որ համընկնում են եվրոպական երկրների հետ։ Մեր շահերը համընկնում են մեր հետ եւ այդ շահերը մեզնից պահանջում են առաջին հերթին այս կացությունը, որ մենք ունենք Հայաստանում, որը արդեն ասեցինք, ազատվել ներսում այս պրոթուրքական, պրոթուրանական քաղաքական ղեկավարությունից, որը պատրաստ է ամեն ինչ ծախել, ամեն ինչը, ոչ թե միայն ինքնիշխանությունն ու պետականությունը, այլև քո պատմությունը, հիշողությունը, արժեքները, Արարատը եւ մնացած ամեն ինչը։ Որտեղ այդ հիմքի վրա է ծնվում քաղաքական ինքնիշխանությունը, եթե դու այդ արժեքներից հրաժարվում ես, այդտեղ անվանական քաղաքական անկախությունը ոչ մեկին պետք չի, յան ազգանունն էլ պետք չի։ Մեր նախնիները կարային շուտվանից թրքանային եւ շատ ավելի լավ ապրեին, բայց եթե պայքարել են դրա դեմ, արդյունքում մեծ զոհեր ենք տվել, բայց մենք թուրք չենք դառ, մնացել ենք մեր ինքնության տեր։ Հիմա այս մարդկանցից պետք է ազատվել։ Սա մեր գլխավոր խնդիրն է։ Եվ այն ուժերը, ովքեր ինքնությունը ընդունում են որպես հիմնակար, որի վրա պետք է կառուցվի ինքնիշխանությունը, մնացած բաները, պետականությունը, այդ ուժերի հետ պետք է գալ համագործակցության, լայնացնել այն բազիսը, որի վրա մենք որպես ազգային ժողովրդավարական բևեռ պիտի կարողանանք համագործակցելով հեռացնել այս իշխանությանը։ Չենք ուշացնում, պարոն Նորից եմ ասում, այստեղ վտանգը, որ ռուսական ուժը նորից պիտի գա, այդ վտանգը գոյություն ունի, բայց տեսեք, որ Ռուսաստանը խրված է իր խնդիրների մեջ Ուկրաինայում, ինքը չի ազատվել այդ Ուկրաինայից։ Ինքը խրված լինելով այդ խնդիրներին, այս տարածաշրջանը թուրքերին էր տալի։ Հիմա եթե կանգնում է այդ process-ը, մեր համար դրական բան է կատարվում, որտեղ մենք դրա դեմ ենք եղել։ Մեր ժողովուրդն էլ դրա դեմ է եղել։ Այսինքն ռուսամետ ուժերի իշխանության գալը, ռուսամետ ուժերի մասին չենք խոսում, խոսում ենք սկզբունքների մասին։ Եթե որևիցե մեկը ընդունում է, նույն Ֆինլանդիայում կային բոլշևիկներ, որոնք այն ժամանակ 18 թվականին ֆին բոլշևիկներ կային, չէ՞։ Նրանց թույլ տվեցին, որ նրանք պարլամենտ մտնեն։ Չասեցին, որ բայց երբ որ իրանք սկսեցին դավաճանական գործունեություն անել, այդ ժամանակ իրանք սկսեցին ձերբակալել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե դու ընդունում ես ինքնիշխանությունը, ունես գաղափարական տարբերություններ, դա ուրիշ բան է։ Բայց եթե ինքնիշխանությունը չես ընդունում, քո հետ արդեն սկզբունք չկա, որով դու կարելի է քո հետ այստեղ խոսել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, մենք ընդունում ենք ինքնիշխանությունը։ Չի ընդունում, որտեղ ինքը տակի շերտը չի ընդունում, ինքը ամբողջ արժեքներից հրաժարվում է, քո անկախության հռչակագրից էլ է հրաժարվում։ Մենք հասել ենք այդ աստիճանին, որ տակից է քանդվում ամեն ինչ։